Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ 7 ամսվա ընթացքում Էդմոն Մարուկյանը ոչ մի բան բացասական իմաստով չի հասցնի անել, ասենք Մանավանդ որ դուք էլ ասում եք, որ լավ եք տրամադրված։ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ իմ ունեցած ամենը բոլոր հարգանքները կշռած մի կողմ դրած, ես գտնում եմ, որ 95 թվականից հետո մինչև 18 թվականը բոլոր ընտրությունները կեղծվել են, եւ այդ կեղծիքի շքերթի մեջ որոշները ունեցել են ակտիվ մասնակցություն, որոշները պասիվ մասնակցություն, որոշները պասիվ հանցագործություն, անտարբերություն։ Հետևաբար ես լեգիտիմ իրավունք ունեմ անհանգստանալու, որ կգա հին բարի ժամանակները եւ ելի կլինի փողով ընտրություն։ Չեմ ուզում դա լինի։ Պարզ չի։ Քաղաքապետին դրա համար եք։ Միանշանակ համաձայն եմ Նիկոլ Փաշինյանի հետ այդ կտրվածքով, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանը եւ Վանո Սիրադեղյանը, ուղղակի Նիկոլ Փաշինյանը հատվածային է ճշմարտությունը սիրում ներկայացնել, ըստ նպատակահարմարությանը սիրում ներկայացնել ճշմարտությունը, այսօր եկեղեցին, Լևոնը գնացել է եկեղեցի, խփենք Լևոնին, վախենում է երևի Վազգեն Սարգսյանի մասին խոսա, վախենում է երևի Վանո Սիրադեղյանի մասին խոսա, իսկ այո, Լևոն Տեր-Պետրոսյանը, Վազգեն Սարգսյանի եւ Վանո Սիրադեղյանի հետ միասին դրեցին հիմքը մեր բոլոր ձախողումները։ Պարոն Աղազյան, ես ճիշտ հասկացա, դուք ՀՀԿ-ի առաջադրած այդ տեխնատուին, որի մասին հայտարարվել է, չեք աջակցելու, եւ եթե պատճառները նորից ամփոփ ներկայացնեք, որոնք են, ինչու՞ չեք։ Արդեն ասել եմ, չեմ ասեցի։ Նոր ասեցի, նոր եկա։ Արեք վերաբերվում Նիկոլ Փաշինյանի եւ թվականների արշավ, այսպես ասենք, Լևոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ հաշվի առնելով, թե որ ինչպես է Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ հայտնվել խորհրդարանում, նկատի ունեմ Լևոն Տեր-Պետրոսյանի։ Դե գիտեք ինչ կա, որևէ մեկի գերին չի, եւ այդ բանը, այդ գերի լինելու հանգամանքը անընդհատ բանն արել, հա դավաճանեց, հա սենց արեց, ոչ մեկի գերին չի։ Պրոցեսները քաղաքական զարգանում են, գնում են, մարդիկ իրենց տեսակետների մեջ ճշգրտումներ են մտցնում եւ հանդես են գալիս, ասենք նոր դիրքորոշումներով իրենց քաղաքական կարիերան, իրենց նպաստը բերելու պետականության համար։ Բայց ես նորից եմ ասում, միանշանակ Նիկոլ Փաշինյանը ամեն ինչ օգտագործում է հատվածային եւ ըստ նպատակարարության եւ պարտավոր էր Լևոն Տեր-Պետրոսյանին այդ գնահատականը տալուն միացնել նաեւ Վազգեն Սարգսյանին եւ Վանո Սիրադեղյանին չի արել, նշանակում է ինքը իր մղումների մեջ ազնիվ չի, այլ ֆիքսված է ինչ-որ գաղափարների վրա։ Նույն կաթողիկոսի հետ կապված հարցը։ Բոլորս գիտենք, որ ոչ մեկը չի դեիք օրինակ դու։ Ասում եմ էլի դե, որ ոչ մեկը չի պահպանել կուսակալությունը եւ շատ էլ լավ արել որ չի պահպանել, դա իմ անձնական կարծիքն է։ Հետեւաբար դա գիտի նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բայց որտեղից մի բարկյան։ Ամենից ասում բոլորը գիտեն ինչ փաստեր ներկայացնելու մասնակցում։ Ասում բոլորը գիտեն այդ մասին։ Բոլորը գիտեն որ դա այդպես է։ Ինչու է հիմա Փաշինյանը։ Հիմա մի րոպե հարցը, բանը միտքս ավարտեմ։ Հա, եւ հետեւաբար, եթե բոլորս գիտեն նաեւ Նիկոլ Փաշինյանը, այդ դեպքում որտեղից է ճարելու կաթողիկոսի համապատասխան բան կերպար։ Որտեղից է։ Մի րոպե, 7 տարի առաջ գիտեինք։ Բայց այդ մասում նպատակային օգտագործում։ Այդ դեպքում որտեղից է ճարելու կաթողիկոսի, այսպես կոչված իր երազած տիպարը։ Որտեղից է ճարելու այն արքիեպիսկոպոսներին, եթե ճիշտ եմ հասկանում, ովքեր պիտի ընտրեն այդ կաթողիկոսին, որոնք պահպանել են այդ ամեն ինչը։ Չկա դες բան։ Նշանակում է իր նպատակը եկեղեցուն, եթե ոչ ոչնչացնելն է, գոնե հնազանդեցնելն է, որը շատ վատ է։